Միացյալ Նահանգները Իրանի դեմ առաջին անգամ կիրառել է կամիկաձե անօդաչու թռչող սարքեր։ Իսրայելը արձակել է հրթիռներ և ոչնչացրել 3 հեռավոր ԱԹՍ Խոմեյնի, Թավրիզի և Ավազի օդային տարածքներում։ Իրանի Ֆարս գործակալության տվյալներով Իրանը Մերձավոր Արևելքում հարվածներ է հասցրել առնվազն 14 ամերիկյան ռազմաբազաներին, օգտագործելով նոր սերնդի գերձայնային հրթիռներ։ Հրթիռների որոշակի ուղղությունները դեռևս հայտնի չեն, սակայն Թել Ավիվի ուղղությամբ արձակված նոր ալիքներ են գրանցվել։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է լայնածավալ հարվածների ավարտի մասին, նշելով, որ այն նպատակ ունի Իրանի ռազմավարական պաշտպանական համակարգին վնաս հասցնելու համար։ Միացյալ Նահանգները մտադիր է հարվածների մի քանի ալիք հասցնել Իրանի տարածքին, յուրաքանչյուր ալիք տևելու է 1-ից 2 օր, տեղեկացրել է Ջիմ Սյուտոն։ Հրթիռային հարվածներից մեկի հետևանքով հրդեհ է բռնկվել Պալմ-Ջումեյր կղզում գտնվող Ֆերմոնտալ հյուրանոցում։ Հրդեհ է բռնկվել նաև բնակելի հատվածում, որտեղ գտնվում են ռուս զբոսաշրջիկներ։ Քուվեյթի ռազմաօդային բազան նույնպես թիրախավորվել է ԱԹՍ-ների և հրթիռների հարվածների պատճառով։ Իսրայելական բանակը հրապարակել է կադրեր, որտեղ թիրախավորվում է Իրանի նախագահի գրասենյակը։ Հեռուստատեսային աղբյուրները նշում են, որ սպանվել է Իրանի պաշտպանության նախարար Ամիր Նասիրադեն և ԻՀՊԿ-ի հրամանատար Մոհամմադ Փոքփուրը, սակայն պաշտոնական հաստատում չկա։ Իրանի բանակի գլխավոր հրամանատար Ամիր Խաթմիի մահվան մասին տեղեկությունները ևս պաշտոնապես չեն հաստատվել։ Իրանական լրատվամիջոցները հրապարակել են կադրեր, որտեղ երևում են արձակված հրթիռները։ Շարունակվում են հարվածներ նաև Իրանի ուղղությամբ։ Իսրայելի բանակը տեսանյութեր է տարածել, որտեղ թիրախավորվում է արձակման պատրաստ հրթիռային կայանը։ Իրանը առայժմ օգտագործել է իր հրթիռային ներուժի միայն մի մասը։ Գեներալ Էբրահիմ Ջաբարին հայտնել է, որ առաջիկայում կիրառվելու է ավելի հզոր սպառազինություն։ Թավրիզի սահմանատեխնոլոգիական համալսարանին հասցված հրթիռային հարվածի նպատակն է եղել ենթադրյալ միջուկային հետազոտությունների կենտրոնը վնասել։ Իրանական հրթիռները պայթել են Բահրեյնում, Քաթարում, Քուվեյթում, Իրաքում, Հորդանանում, Սաուդյան Արաբիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում։ Բոլոր այն երկրները, որտեղ Միացյալ Նահանգները ունի ռազմաբազաներ, փորձ է արվում վնասազերծել իրանական բալիստիկ հրթիռները։ Իրանն անվանել է իր գործողությունը Խայբի մարտ կամ փոթորկ։ Ամերիկա և Իսրայելի հարվածներից հետո Իրանի ղեկավարությունը հաղորդում է, որ կարմիր գծեր չեն սահմանափակվում։ Իսրայելի վարչապետը ռազմական գործողությունը անվանել է առյուծի մռնչյուն, նշելով, որ այն ուղղված է Իրանի միջուկային ծրագրերի կանխարգելուն։ Նեթանյահուն կոչ է արել Իրանի ներսում բնակվող ազգային փոքրամասնություններին ակտիվ լինել և կանխել բռնության օգտագործումը։ Միացյալ Նահանգների նախագահը հայտնել է, որ Իրանի բանակը պետք է ընտրություն կատարի՝ հանձնվել կամ մեռնել։ Պենտագոնը իր ռազմական գործողությունները բնութագրել է որպես էպիկ զայրույթ, նշելով, որ այն ուղղված է Իրանի սպառնալիքների կանխարգելմանը ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերին։ Ամերիկյան ուժերը շարունակելու են լայնածավալ և շարունակական գործողություններ, նպատակ ունենալով ոչնչացնել Իրանի հրթիռային համակարգերը, արդյունաբերությունը և նավատորմը։ Թրամփը կոչ է արել իրանցիներին թաքնվելու, նախազգուշացնելու համար ռմբակոծությունների մասին։ Իրանի Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի անդամներին, զինված ուժերին և ոստիկանությունը հորդոր է տրվել վայր դնել զենքերը լիակատար անձեռնմխելիություն ստանալու համար, հակառակ դեպքում մահվան սպառնալիք է հայտնվել։ Իրանի բնակչությանը կոչ է արել մնալու ապաստարաններում, նշելով, որ ռումբերի վտանգը պահպանվում է ողջ տարածքում։ Միջազգային էներգետիկ ընկերությունները դադարեցրել են նավթի փոխադրումը Հորմուզի նեղուցով։ Վերլուծաբանները նշում են, որ դրա հետևանքները կարող են ազդել գլոբալ էներգետիկ շուկաների վրա, իսկ Իրանը այս իրավիճակից փորձում է ստանալ առավելագույն իր ռազմավարական ծրագրերի շրջանակներում։